Նկարներ, ձայն, անգամ արտաքին տեսք կեղծելու արհեստական բանականության հնարավորությունները պրոֆեսիոնալ գործիք են դարձել անբարեխիղճ մարդկանց ձեռքին։ Թվային թակարդում անչափահասներն են, որոնք սեռական շահագործման են ենթարկվում համացանցում։ Կատարելագործվող անընդհատ մեթոդները արհեստական բանականության օգտագործումը հենց չարագործների կողմից բերում է երեխաների խեղման ուղղակի։ Սկզբում անբարեխիղճները շփման եզրեր են փնտրում երեխաների հետ, մտերմանում, լուսանկարներ պահանջում, իսկ հետո արհեստական բանականության միջոցով այդ լուսանկարները վերափոխում են արատավորող ֆեյք լուսանկարների ու տեսանյութերի, դրանք դարձնելով շանտաժի գործիք։ Շատ հաճախ անչափահասները կիբերբուլինգի զոհ են դառնում մեդիագրագետ չլինելու պատճառով, ինչից հետո նրանք իրենց խնդրի հետ մենակ են մնում, ահազանգում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Մեկուսանում են հասարակությունից որպես առաջին քայլը, եւ դա ակնհայտ է դառնում, որովհետեւ երեխաներից շատերը դառնում են օրինակ ինքնամփոփ, ինքնուրույն, չեն խոսում, չեն շփվում հասակակիցների հետ, դասերից հետ են ընկնում, դեպքերը արդեն շատ են, ուղղակի անհանգստացնող են, երբ որ երեխաներին հետապնդում են սեռական, բռնության առումով, բռնության ոչ իրական, բայց վիրտուալ, որը կարող է վաղը մյուս օրը վերածվել լրիվ իրական բռնության։ Ուրեմն, որը իսկապես նաև քրեական հանցագործության տարրեր է իր մեջ պարունակում։ Իրավապահները իրենց տեղում պետք է լինեն, ասում է փորձագետը, իսկ ծնողները լսեն եւ հասկանան։ Երեխան պետք է կարողանա խոսել ծնողների հետ, վստահել նրանց։ Հակառակ դեպքում սթրեսը, վախն ու ամոթը կարող են նրան մղել ծայրահեղ քայլերի, նույնիսկ սուիցիդի։ Ծնողները պետք է լինեն ավելի զգույշ եւ հետեւողական։ Ես կապում եմ ծնողների անուշադրության հետ, որովհետև նախ առաջի հերթին պետք է ծնողները շատ ուշադիր լինեն իրենց երեխաներին, թե նախ ինչով են զբաղված։ Այսինքն դա տարական գրագիտության մասին է։ Վերջին ամիսներին սոցհարթակներում տարածված զգուշացնող տեսանյութերն իրազեկման լավ միջոց են, սակայն միայն դրանք բավարար չեն, ասում է փորձագետը։ Պետք է սկսել ամենավերին մակարդակից, երբ որ գրագիտության մակարդակը որոշում կայացնողների մոտ պետք է բարձրացնել, եւ նրանք պետք է թելադրեն այդ ամբողջը նաեւ կրթական համակարգին, հատկապես երեխաներին։ Գրագիտության մակարդակը բարձրացնելու համար դեռ 2021-ից է ԿԳՄՍ-ն վերապատրաստումներ սկսել։ Հայլուրի նախարարությունից հայտնում են, որ մայրաքաղաքի եւ մարզերի դպրոցներից շուրջ 5540 ուսուցիչ արդեն վերապատրաստվել է։ 7-ից 12-րդ դասարանների աշակերտները քննադատական մտածողության եւ մեդիայի իմացության զարգացման վերաբերյալ մեկ ուսումնական նախագիծ են իրականացնում, իսկ կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի պաշտոնական բլոգում 60 մեդիա նախագիծ է հրապարակվել մեդիագրագիտության վերաբերյալ։ Աննա Գյուրնազարյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։